Բաստուր մաչոներ ջան, խոզի չալաղաժները պատրաստ են արդեն, չորացել են շատ լավ, ահա, այսպիսի տեսք են ընդունել, 3-ն էին։ Հիմա մենք բռնում ենք չամանը չալաղաժների համար, ունենք այստեղ 100 գրամ սխտոր, 5 գրամ կծու բիբար, 5 գրամ շաքարավազ, 50 գրամ քաղցր բիբար, 100 գրամ չաման և 1 լիտր ջուր։ Հիմա համեմունքները լցնում ենք ամանի մեջ։ Հիմա խառնում ենք համեմունքները, ընկերներ ջան, իրար հետ բոլորը լավ խառնում ենք։ Մենք այստեղ ունենք 1 լիտր ջուր, հիմա լցնում ենք ընդամենը 1 լիտր ջուր։ Լցնում ենք սխտորը։ Չամանը լցնում ենք, ընկերներ ջան, ջրի մեջ, որ բացվի։ Ահա, ոնց որ միշտ լցրել ենք։ Սխտորից չենք վախենում, վերջում մենք խառնենք սխտորը պարտադիր։ Շատ լավ է։ Մենք թողենք կես ժամ կլուծվի ջրի հետ, հետո կխառնենք միասին։ Կես ժամը լրացավ, ընկերներ ջան, հիմա խառնում ենք արդեն։ Ահա, բացվել է շատ լավ չամանը, ջրի հետ շատ լավ լուծվել է։ Շատ լավ է։ Հիմա չալաղաժները կտեղափոխենք չամանի մեջ։ Առաջինը, երկրորդը և երրորդը։ Շատ լավ է։ Մենք կթողենք սառնանում կմնա 5 օր, 5 օրից կհանենք, կթաթախենք 3 անգամ։